Բայց ես մեր սիրելի հետևորդներ, այսօր մենք դառանք 35,000 հետևորդներ։ Ծափեր, ծափ ողջույններ, սիրելի հետևորդներ, իմ շատ սիրելի հետևորդներ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Այսօր մենք ունենք 35,000 հետևորդ, որի համար շատ շնորհակալ ենք ձեզանից, գոհ ենք, որ միշտ մեր կողքին եք, մեզ հետ եք, դիտում եք մեզ, և մենք էլ հուսախաբ չենք անի, կձգտենք, որ միշտ լավ վլոգներ նկարենք, չէ Լիլիթ, ներկայացնենք ուսուցողական բնույթի, նաև այն, որ մեր տարածաշրջանը դուք տեսնեք, Վայոց ձորը ինչքան չքնաղ է իր բնությամբ, իր բոլոր հրաշալի վայրերով, նաև գաղտնիքներ, որոնք դուք կօգտագործեք խոհանոցում, մթերքների պահով, բանջարեղենի, բույսերի, միրգ պահելու, մի խոսքով մնացեք մեզ հետ և մեր ալիքում և միշտ մեր կողքին եղեք և մենք ձեզ շատ ենք սիրում։ Մի քիչ ձայնս քաշվել է, դա ոչինչ։ Եվ քանի որ խոհանոցում ենք, ինչ ենք անում, ուտելիք ենք պատրաստում։ Լիլիթը, ես կարտոֆիլը մաքրել եմ, պյուրե, մի փոքր պյուրե սարքեմ, շուտով աշնել կգա տուն։ Եկավ։ Չէ, չի եկել։ Որտեղ ես լավ սովորել կտրել։ Մամայից ես։ Դու էլ քո մամայից սովորի։ Ես արդեն 12 տարի։ Քանի տարեկանում ես սովորել։ Ես 7։ 7 տարեկանում։ Թողեցի մի րոպե խուբ կափարիչը վերցնեմ։ Ահա։ Սուրբ Նեկտարիոս, պրիվետ, ո՞նց ես։ Հառացել եմ իրեմ հասնի։ Հետո ինչ ենք անելու Լիլիթ։ Սեղան դնենք։ Ես Սուրբ Նեկտարիոսի հետ խոսամ։ Բաս, ուժիտ։ Թող պյուրեն հեվի, ես սառնարանում կանաչի ունեմ։ Դանակը բեր Լիլիթ ջան։ Ես կանաչի մաքրեմ։ Մաքուր։ Դու էլ կոֆե դիր ինձ։ Ինչ ես ավել լցնում Լիլիթ։ Հա? Գեսի։ Կոֆե չկա։ Da-da-da-da։ Քեզ բան։ Հեսա։ Կոֆե։ Ճիշտ սևա։ Հերիքա այդքան։ Հա։ Հո, ետ Ամերիկայից, հա։ Էդի շտորնը։ Ես կանանչին հանեմ, լվանա, մաքրեմ նախ, լվանա, որ պահեմ սառնարանում բանկայի մեջ։ Քանի օրա բերել եմ ու չեմ էլ մաքրել, ժամանակ չի եղել։ Ես հուսով եմ, որ այս 26 թվականի հետևորդները ավելի կշատանան, չէ Լիլի։ Ինչև կոֆեն կլինի, ես էլ ահագին կանաչի կմաքրեմ։
ու նայնը քուրի կնազանվում։ Ահա մի քիչ գործս հետ ընկավ, հետ էլ չընկավ, այսինքն ինձ հարազատ մարդ էր զանգել, Նարինեն էր զանգել Ամերիկայից, դե իրանց մոտ արդեն ցերեկա, մեզ մոտ էլ գիշերա, մի հատ հավեսով լավ զրուցեցինք, արդեն տենց հետաքրքիր էլի եմ ասում եմ, որ մարդու հետ շփվում ես, ոնց որ ասած դարձել է մեզ մի հատ հարազատ անձնավորություն, հավեսին խոսեցինք, ինչու՞ չէ նաև ընդունում ենք իր խորհուրդները, խոսքով այդպես։ Այսօր մի քիչ անձրև եկավ, այս կանաչիները հիմա ջրված կլինեն, ամսվա վերջել տեսնենք, կգնանք կփակենք ցելոֆանով ու մեզ կանաչի կլինի ձմռանը, գարնանը, դե գիտեք, ձմռանն էլ կգնամ, կքաղեմ, կգամ։ Հա մեկ էլ գիտեք միշտ անում եմ, երևի վաղը կանեմ, մի փոքրիկ ծաղկամանի մեջ հող եմ լցնում, փոքր գլուխ սոխերը, շարում եմ, այն որ մամայից ջերմոց ցույց տվեցի, այդպես ես ծաղկամանի մեջ եմ շարում, ջրում եմ, տանը դնում եմ պատուհանի այդ գոգին, տանը միշտ ձմռանը կանաչ թարմը սոխ եմ ունենում, վաղը կարելի է անել, դուք էլ տեսեք ոնց է, ինչ է ու արեք, միշտ այն որ պետք է գալի, ահա, տնից քաղում ես ու օգտագործում ես, կան աղցաններ, սալատներ, որ պետք է չէ կանաչ սոխը, կքաղեմ ու կօգտագործեմ, վաղը այդ հարցով կզբաղվեմ ես, սա էլ պետրուշկան է, էլի շատ լավ աճել էր, պետրուշկան արմատով չեմ հանել, տերևներն եմ պոկում։ Լիլիթ։ Արի։ Դասը ես անում, արա։ Հեսա թողանի դասը, ոյ տղաս էլ ուշացավ, ինչի չի գալիս, տեսնես, առավոտից գնացել է, դժվար գործ եմ, ունա հեշտ գործ չկա, հասրել այսպես, Սա տան եմ լվանալու, ահա լվացի և դնում եմ այսպես ցանցի մեջ, թող քամվի, հետո էլ տենց մաքուր սրբիչի մեջ կփաթաթեմ, որ ջրազրկվի, այսպես լվացած վիճակում չդնեք սառնարան բանկայով, պետք է ինքը անպայման ջրազրկվի, ջուրը դուրս տա, որ թարմը մնա։ Ահա տեսեք ես բերեցի այն կանաչին, մոտավորապես չեմ հիշում, սա ամսի 30-ին եմ բերել հողամասից, մի հատ նայեք, տեսնում եք դեղնացություն, իհարկե ոչ, 15 օր հաշվենք, հա, 15 օր այսպես մնացել է, ու ասեմ դեռ 1 ամիս էլ այսպես կարող է ինքը պահպանվել, տարբերակը, այս լայֆխակը ընտիր գործում է, փորձեք, ու հարմար է, էլ ամեն անգամ կանաչի չես վերցնում, լվանում մի երկու ճուղ կտրատում, իսկ գիտեք, որ լվացած կանաչին էլ ուրիշ տարբերակով պահելու դեպքում սևանում է, լղկվում, փչանում է, ահա,
Ես չեմ խոփում։ Տեսեք, բոլոր կողմերով։ Եվ սևանն եմ սիրում սրբեմ։ Մի հատ էլ բերեմ սրբեմ։ Թթուն ասեմ, որ պահում եմ սառնարանում, տենց փոքր դույլով, բայց հիմնական թթուն նկուղում է, քիչ-քիչ բերում է, սառնարանում այսպես, եթե թողեցի տենց խոհանոցում ինչ-որ մի անկյունում, առանց սառնարան, տեսակ համը կփոխի, փոքր դույլի մեջ լցնում եմ, չի խանգարում ինձ, ու արդյունքում ունենում եմ այսպիսի համեղ խրխրթան թթու։ Սառնարանը չի թողում, որ ինքը գեր թթվի, հա։ Եվ նոր էս լվացած կանաչիներից էլ մի երկու ճուղ, սիրուն տենց դնենք, նախապատրաստվում ենք ընթրիքի, ընթրելու։ Լվացել եմ էդի, լվացել եմ, դրել եմ աթոռին, դիր թող չորանա, թացա, Չորանա, իրեք շապթի հետ, կաղաքն ես, կգա ձուն մի շտապի, սիրելի հետևորդներ, ահա, մաքրեցի, կարգեցի, դասավորեցի, քանի որ վաղը աշխատանքի եմ, որ մաքուր լինի, աման չաման, կանաչին էլ սրբիչով փաթաթել եմ, որ ջրազրկվի, կդնեմ առավոտ սառնա։ Եվ ինչպես միշտ կարգ ու կանոն, մենք հավաքում ենք, վախեցավ, ինչ այլ է։ Եվ ինչպես միշտ արդեն երեկոյան պատրաստում ենք, թե ով ինչ պետք է ակնի։ Լիլի, ցա լվացել եմ, կարաս հիմա վաղը կչորանա, եթե ուզենաս դա կակնես։ Հələ հակի տեսնեմ։ Էլ ինչ է անում, ինքն էլ իր շորերն է հագնում, պատրաստվի, կուրտկա։ Հելու Լիլիթը իրա անկողնու վրա է լցրել շորերը, թե որ կուրտկան, որը պետք է հագնի, որոշեց այս սևը, հələ նա ինձ շորերդ էլ միացիրուն դասավոր։ Էդ ես հագնելու։ Լավ, էդ ես հագնելու։ Մարդեն որոշեի վաղը ինչ պետք է հագնեմ, ինչ գույնի մեջ, ուրեմն այս շարֆը, քան լավն է, թեթև, ես սենց բարակ շարֆեր շատ եմ սիրում, նվեր եմ ստացել, ասեմ, որ Նարինեն է նվիրել ինձ, և համադրելու եմ այս պայուսակի հետ, Michael Kors, ինքան հարմար պայուսակ է ինքը, մանավանդ, որ ես միշտ տենց իմ նկարելու այդ գործիքները, ձողը, ամբողջը ինձ հետ եմ վերցնում, ուր գնում եմ, և այս մեծ պայուսակները իսկական հարմար են ինձ համար, այստեղ իմ դուխին եմ տեղավորել, այստեղ իմ էլի, ինչ են ասում,
նոթատետրը, բլոկնոտ չէ, եւ էլի ինչ այստեղ իջ հարմար է, եւ այստեղ էլի մի խոսքով տեղավորվում է ամեն ինչը, ես մեծ պայուսակներ եմ նախընտրում, որ ուր գնամ իմ ես սարքը սուրքը հետս վերցնեմ, շատ հարմար պայուսակ է, շնորհակալություն եմ հայտնում Նարինեին, այս երկուսը հաստատ եմ վաղը կրելու, մի խոսքով, սիրելի հետևորդներ, այսպես մեկ էլ մոռացա, եւ կոշիկները, հետը տակ, քանի որ ես էլ հենց մրսած եմ, տակ է լավ ու գույնն էլ համադրվում է իրար հետ, շատ սիրուն։ Ես էլ վաղ այդ կոշիկները։ Լիլիթն էլ ունի այս կոշիկներից։ Մեկը կարճ է, մեկը երկար է, մեկը այտենց։ Լիլիթն էլ ունի այս կոշիկներից եւ լավ է։ Այդ մեծ կլինի քեզ։ 37-36 համեցի։ Մեծ է։ Իմը 8-ն է, քոնը 7-ը։ Մի խոսքով այսպիսի համադրություն։ Եվ ասեմ, որ շատ պայուսակներ ենք նվեր ստացել։ Ահա որ շատ, ասել Լիլիթին ու եթե ցանկանաք, կարող եմ ցուցադրել։ Մեծերը ինձ, մեծ պայուսակները ինձ, փոքրերը մերին։ Այսպես։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ձեզ ասում եմ բարի գիշեր, այստեղ էլի շատ շորֆերի տեսականի ունեմ, ես էլ շատ եմ սիրում, երբ որ գնում եմ հնդկական խանութ, այնտեղ էլ շատ սենց շարֆեր կան, վերցնում եմ հնդկական խանութից, սիրում եմ, նենց հաստ գործվածքով, տենց բրդյա շարֆեր չեմ սիրում, այսպես թեթև, նուրբ, հետաքրքիր բաներ, դե ինչ սիրելի հետևորդներ, ձեզ ասում ենք բարի գիշեր բոլորիդ, պատրաստվեմ վաղվա օրվան։